Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում է, կզրուցենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր ՄԱՍ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Աղազարյան, քանի որ ձեր նկատմամբ քրեական հետապնդում է սկսել եւ իհարկե դրա մասին շատ եք խոսել, բարձրաձայնել եք, ես կխնդրեմ այս տաղավարից եւս մեկ անգամ ասեք, ինչն է պատճառը, ձեզ ինչի մեջ են մեղադրում։ Նախաքննությունը ավարտվել է իմ նկատմամբ հարուցած հանրային քրեական հետապնդման եւ ուղարկվել է դատարան, հակակոռուպցիոն դատարան, նույնիսկ ես պոչտայի զանգեցին, ասեցին, որ նամակ ունեմ հակակոռուպցիոն դատարանից, ըստ երևույթին արդեն օրն են նշանակել առաջին դատի։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար, ես որոշ դեպքերում, քանի որ արդեն նախաքննությունը ավարտված է եւ կարող ասենք որոշ բաներ մեզ թույլ տանք ասելու, միջև չէր կարելի նախաքննական այսպես կոչված գաղտնիության ապահովման կոնտեքստում։ Հիմա ներկայացնեմ, որովհետեւ բնականաբար հասարակության համար հետաքրքիր է էլի ամեն ինչը։ Ուրեմն դատախազը 25 թվականի այս տարվա մարտին եկավ ազգային ժողով միջնորդությամբ, որպեսզի ինձ ձգեն անդրմխելիությունից քրեական հանրային հետապնդում հարուցելու համար։ Եվ բերել են հիմնավորումներ եւ այդ հիմնավորումները բաժանված են երկու դրվագների։ Այսինքն ինձ ներկայացված է մեղադրանք երկու դրվագով։ Առանձին անդրադառնում է դրվագներին ձեր թույլտվությամբ։ Ես ընթացքում հարցեր գտնեք որպես լրագրող կամ որպես քաղաքացի, որ ճշգրտով բաներ պետք է արվի, խնդրեմ։ Ուրեմն առաջին դրվագը վերաբերվում է ման երաժավորների արտահանման, այսպես կոչված գործին։ Ոնց է սկսվել այդ գործը։ Իրավապահ մարմինները հետախուզման մեջ են պահել երկու քաղաքացու, շատերին, բայց երկու քաղաքացու, որոնք հետաքրքիր են մեր գործի կոնտեքստով։ Այդ երկու քաղաքացիներից մեկի անունը Սլավիկ Կարապետյան է, մեկի անունը Սլավիկ Պողոսյան։ Սլավիկ Պողոսյանին ճանաչել եմ բավականին ժամանակ, մի 5 տարի երևի հեղափոխությունից հետո ծանոթացանք ընկերոջս միջոցով։ Սլավիկ Կարապետյանի հետ հանդիպել եմ մի անգամ Սլավիկ Պողոսյանի միջոցով։ Այսինքն այդ ձևով ճանաչել։ Սլավիկ Պողոսյանին բավականին ծանոթացրել են, հա, այսպես ասած։ Սլավիկ Կարապետյանին, հա, արեցին մի տեսակ հարցի, ուտում մտել ծանոթացանք։ Իսկ Սլավիկ Պողոսյանին ճանաչել էի, միջատ էի ճանաչել։ Սլավիկ Պողոսյանը շինարարական աշխատանքներ էր կատարում եւ մի անգամ իր աշխատանքներից մեկը չէր հասցրել ավարտին հասցնել եւ խնդրեց, որպեսզի ես դիմեմ համապատասխան մեր մարմինների կառավարությունում, որպեսզի տեղափոխեն հաջորդ տարի, առավելևս ձմեռվա ընթացքում, որովհետեւ ջրատար է սարքում, փոքր խողովակներով ջրատար պետք է սարքեր, ձմեռվա ընթացքում որևէ խնդիր չէր լինի, ռոռոկման սեզոն չի բան, խնդրեց, որ տեղափոխվի մի հաջորդ բան, ես խնդրեցի փոխնախարարներ թողնել, ասեցին, հա, խնդիր չկա, պարոն Աղազարյան, տեղափոխեցին հաջորդ տարի այդ կիսախողովակների տեղադրումը։ Ասեցի Սլավիկ ջան, բանալու վիճակում չդրեցին, բան, ասավ չէ, դե պարոն Աղազարյան, կանենք, ինչ մասնա խոսքը։ Տարին նոր սկսել զանգեց, պարոն Աղազարյան, մի քանի գործ եմ արել, փողերս չեմ կարող ստանամ դեռ, եւ հետեւաբար դժվարություն է, ֆինանսական դժվարություններ ունեմ, այս գործը չեմ կարողանում տեղ հասցնեմ։ Մի հատ ընկերություն կա, որ արտադրում է կիսախողովակներ, կարաք խնդրեք ինձ կիսախողովակներ տան, հետո ես գործը կավարտեմ, ես գումարը կտամ, ասեցի ճարի համարը բանը ճարի, զանգեցի, խնդրեցի, մարդիկ տվեցին կիսախողովակներ։ Ներողություն ձեզ ընդհատեմ, այսինքն օգտվելով նրանից, որ դուք, այսպես ասած, բարձրաստիճան պաշտոնյա եք իբրև թե, հա, այսպես դիմում է ձեզ, որպեսզի ձեր միջոցով հարցը լուծվի, կարո՞ղ Հա, դե բանը տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ եմ եղել եւ նմանատիպ շատ հարցեր ա եղել, էլի շատ հարցեր ա եղել։ Զանգեցի, խնդրեցի, մարդիկ տվեցին, այդ բանը տվեցին եւ պիտի անել այդ գործը։ Այդպես մի անգամ վեճ էլ եղել փող ուշացրել էր, այդ մարդը զանգեցին ինձ բանման, ասեցի լավ, ես գիտեմ, որ կարգապահ լինի, էդի թողեք մի կողմ։ Հիմա Սլավիկ Կարապետյանը ոստիկանության մայոր է, Նույնորում է աշխատում, վարորդական իրավունքների տրամադրման գործում։ Սլավիկ Պողոսյանը սովորական քաղաքացի է, ում հետ ես ավելի շատ ծանոթ եմ։ Սրանք հետախուզման մեջ են եղել, լսման, հետապնդման էր, զանագրել են իրենց խոսակցությունները, հանդիպումները եւ այլ հեռախոսազրույցները, որովհետեւ Սլավիկ Պողոսյանը կազմակերպել է քաղաքացիներից փող ավերցրել իբրև թե։ Եվ Սլավիկ Կարապետյանի միջոցով վարորդական իրավունքներ են տվել առանց համապատասխան գործընթացներ անցնելու։ Այդ բանով հետևելուց են եղել իրենց իրավապահ մարմինները։
Մեկ էլ օրերից մի օր Սլավիկ Կարապետյանը, Սլավիկ Պողոսյանին հեռախոսով ասում է «Բաստան ջան, գիտես, մասս գործ կա»։ Ինչ գործ։ Ոչխարների արտահանման գործ կա։ Աներս կարա կազմակերպի արաբների հետ ոչխարներ արտահանեն։ Ոնց որ լավ գործ է դա, հա, բան, ասում է, բայց մի հատ խնդիր կա, էլի ասում է, այդ կարանտինը որ կա, ահագին նեղացնում է, պիտի ոչխարները բերեն, մի քանի օր պահեն, քաշա քչում եւ այլ եւ այլ։ Աղազարի հետ մոտիկ ես կարաս, խնդրես ասես օգնի այդ կարանտինը մի քիչ ուրիշ ձևով անցնի, չգիտեմ ինչ ձևով անի բանման, այլ ասում հովոց չեմ կարա։ Դες սպասում են մարդիկ, արաբները սպասում են, փողով, մողով սպասում են, հեռախոսով իրենց խոսում են։ Բաց կապով։ Բաց կապով, հա, խոսում են, իրեն պապաբիները լսում են։ Ես ասում եմ, հա, ես գտամ խոսամ բանը Աղազարյանի հետ։ Զանգ, ես խին բանը կիսախողովակների պատմությունը պատմեցի, որտեղ ես կապնվում եմ իրար հետ, ինչ-որ իմաստով։ Զանգում է Սլավիկը ինձ, դրանից հետո, իրաց խոսակցությունից հետո, պարոն Աղազարյան, մատ խոսալու բան կա, հանդիպելու բան կա։ Ասեմ, հա, Սլավիկյան, վաղ հանդիպենք։ Չէ, շտապապետք, ոչ ասի շտապապետք, ես ասես երևի արդեն այդ կիսախողովակների տիրոջ հետ պատերազմի մեջ են։ Չի կարող, չի հասնում, չի տալիս։ Պետք է ձեր միջամտությունը ասած։ Ասի, հա, Սլավիկ ջան, ասի բանը, բայց ես Սևանում եմ, էլի, տեղի հետ բան են հանգստանում են, ես կարամ գամ Սևան, ասի, դարի, ասի, մտածեց հետ, ասի, թող գա։ Եկավ Սևան, խոսեցինք, բան, մեկ էլ ասում է, մեկ էլ այդ թեմայից չի խոսում, ասում է, որ սենց հարց կա, այդ բանը եղել ջրավաների հարցը կա։ Ասի Սլավիկ ջան, բացարձակ տեղյակ չեմ, դե ինքս ինձ դիմա նաև որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, որովհետև սա օտորիտետները բաները մեր մոտով ասում ենք տիրապետում ենք ինչ-որ չափով, բայց բացարձակ չեն կարող տիրապետել ամեն նրբության։ Բաբանը, սենց հարց կա, ասեցի շատ լավ, Սլավիկ ջան, ես չեմ տիրապետում այդ իրավիճակին, բացարձակ ինֆորմացիա չունեմ, ես կճշտեմ, քեզ վաղը տեղյակ կպահեմ։ Զանգեցի Սանդի անվտանգության պետության պետի տեղակալին, իմ երիտասարդ բարեկամի ընկերոջը կուսակցական շատ լավ քաղաքացու, ասեցի մատիցի բան արա, սա դրմի չէ, ոնց արվում էլի։ Ասավ տեղյակ չեմ պարոն, դա չեմ անում, գործի տեղն չեմ, վաղը դες կասեմ։ Հաջորդ օրը ինքից ասեց, որ բանա, սենց արվում։ Իրա ասելուց, որ սենց արվում, ես հասկացա, որ այդտեղ որևէ ձևի միջամտություն հնարավոր չի, որտեղ տեխնիկայի հետ է կապված, բանի հետ է կապված եւ այլ։ Ես Սլավիկին ասեցի, որ չի լինի, հնարավոր չի, խիստ կանոնակարգված է։ Այս կողմենք շեղում հնարավոր չի, որտեղ կանոնակարգված է, բան գրված եւ այլ, պետք է ձև անենք։ Բան ափսոս, բան այս կողմենք ասում դե հիմա այդ ափսոս, թե ափսոս չի, բայց գաք մի հատ խոսանք։ Ում ես գաս ասում խոսանք, թե չեմ իշում, արդեն մոռացել եմ ոնց է։ Ասի արի։ Եկավ մի հատ Աշոտիկի հետ, Աշոտ էր, Աշոտ, ես տենում այդ մարդուն, Աշոտ եկավ, ասի բա իրան խեզ բերը, դե կերես է, բան ես կոմեկը միքն էր կազմակերպել այդ արտակ։ Դուք չէիք ճանաչում տվյալ անձին, առաջի անգամ եք տեսնում։ Չէի ճանաչում, ասավ դե ինքը պիտի կազմակերպել բանման, ես կոմեկը ասեցի դե թեման փակ է, թեման չխոսակ, եթե ուրիշ հասկա խոսակ, եթե չէ, թեման խոսալու բան չի, որտեղ ինչ խոսակ, հնարավոր չէ Սլավիկ ջան, բան։ Բայց հատես բաժանվեցինք, դե վերջ, եթե 23 թվականի օգոստոսին էր, օգոստոսի 8-ին 10-ին, 8-ից 10 ժամանակահատվածում տեղի ունեցավ այդ ամեն ինչը։ Հիմա ես որպես պատգամավորպես քաղաքացի գտնում որ իրավապահները այդտեղ ճշտելու անելու բան ունեն, բնականաբար խոսակցությունը գնացել Աղազարյան Հովիկի հետ եւ այլ, ճշտելու բան ունեն, ինձ կանցեցին հարցաքննության, որպես վկա։ Թե ինչ կապ ունեք տվյալ անձին։ Ինչ ես պատմեցի ամեն ինչը, բանես Սևանում հանդիպել, կասեմ այո հանդիպել ենք, ամեն ինչ պատմեցի։ Հետո չգիտեմ արդեն վարչապետի այդ պատմություններից հետո երևի թե արդեն տեսեք ինչ եմ ասում, ես ասում եմ որ այդտեղ իրավապահները ճշտելու բան ունեն, չեմ ասում այդ գործը սարքած է, սարքեցին իմ դեմ եւ այլ, ճշտելու բան ունեն, որտեղ իմանու շոշափել է բնականաբար, բայց ինչ տեղի ունեցավ, վարչապետի այդ հայտնի դեպքերից հետո փաստորեն դին դառավ արդեն ես մեղադրյալ, եկան, սիրուն, ազգային խորհրդարան եւ այլ իր բոլոր հետեւություններով։ Այդ Աշոտ, հետո երբ որ Արարեսում եղավ, այդ Աշոտին որ ես տեսել էի, մատ ուրիշ Աշոտ եկավ։ Այդ Աշոտը չէր։ Հիմա ինձ համոզում եմ որ չէ այն Աշոտն է։ Ասում եմ հարգելի քննիչ, հարգելիս, սիրելիս։ Դուք լսում եք երկու մարդու խոսք, որտեղ պայմանավորվում են, որ այդ Աղազարյան Հովիկին կաշառք տան։ Բա դուք չեք հետևում այդ մարդկանց, որ գան այդ կաշառք տալու այդ մոմենտին բռնեք, նկարեք,
Որովհետեւ բան ազատ ձերի թափի, այսքան աշոտ, այսինքն նույն աշոտն են, հեսա նկարները կա, այդ որ հիշում եք հանդիպեցիք այգու սիրահարների, բայց ինչի՞ չեք արել։ Քիչ եք հետևել, քիչ եք նկարել, որ ես, ասենք, ձեր փաստերի դեմ հակափաստակ չունենամ։ Ասին նկարել եք, իհարկե հետևել եք, իհարկե նկարել եք, չեք կարա չհետևեք, չեք կարա չնկարեք։ Ուղղակի այդտեղ իմ դեմ բան չկա, որ դուք դրեք շրջանառության մեջ։ Կներեք տվյալ Աշոտը ասեց, որ ձեզ ճանաչում է ու ինքն է եղել։ Այդ երկու Աշոտը ասեց, որ ճանաչում է եւ ինքն է եղել։ Հետո առանձին զրույցի ժամանակ ես ասեցի անհարմար չես զգում, քեզ դες բաներ ասում ախտեր։ Ես քեզ ճանաչել եմ, ես տեսել եմ։ Բա հա ես ուղղակի հիվանդացել եմ եղել եմ, ասի այդտեղ ասի մա Facebook-ից նկար ցույց տու մի տարի առաջ ֆոտոն այդքան փոխվել ես, որ քեզ տարբեր եմ, լրիվ տարբեր կոմպլեքսի մարդիկ էիք, դու եւ ինքը։ Ինքը զիգսես բան մարդեր 60 տարեկանի մոտ 60 տարեկան իսկ մյուսը 70-ից ծանցեր հաստատ ես նստած լիքը նստած սխից սպիտակ մազերով ո՞նց կարող պատեր ես մա կճարեմ այդ մարդուն ես հերոսամերները գվեսնի ես այդ մարդուն կճարեմ այդ աշոտի կճարեմ բնականաբար Ոչ առանցում եղա բան եղավ ասեցի չեմ ճանաչում դե հետո բանալեցի հետո ես հասկացա որ այս աշոտիկը որ հետո եկավ այն Սլավիկ Կարապետյանի աներն է ում մեծ դու պատիժ ես սպառնում ում երևի թե ճրշել են մշել ինքը իրան թվացել է թե ինքը մի քիչ բան կանի այնտեղ մերկ կնայեն ասեք այդ բանին Պատիժը մերկ կնայեն պատիժ օրինակ եմ կարամ ենթադրեմ Սլավիկ Պողոսյանը նույնձևի այդ գործով է գնում կարամ ենթադրեմ որ ինքը ասենք համագործակցի իրավապահ մարմինների հետ բանը պատիժը մերկ էլի թող համագործակցի ոչ մի բան չի ասում բայց սրանք նյութեր են մտքեր են որոնք բերում են հարցերն առաջացնում հա հիմա այդ գործը եկել արդեն մտել դատարան զուգահեռաբար մյուս գործը Արամ Մկրտչյանի հետ կապված գործ է 23000 $2 կաշառքի գործը որ իբրև թե ես վերցրել եմ որպեսզի ինչ-որ շինթույլտվություն կազմակերպեմ չեմ կազմակերպել Արամ Մկրտչյանը իմ սանիկներ ուշ տարիքում ամուսնացավ ես քավորն էի եւ ես նորմալ հարաբերությունների մեջ էինք եւ ինքը անդադ բանը շփվում էր բանը ներդրողների հետ ներդրողները բերում այդ գործերը էր զբաղված էլի հաստորեն եւ երբ որ ինձ դիմեց մի անգամ որ ներդրողներ կան որոնք պատրաստ են բանի Աչափնյակում գտնվող Մոգենթաուրի անվան վթարային դպրոցը քանդեն տեղը սակին ժամանակակից դպրոց ազատված հողատարածքներ օգտագործեն իրենց կառուցապատման համար այդ ձևի բան որ Շատ լավ, ես ուրախ եմ, որ ես պատգամավոր այդպիսի մի ծրագիրը օժանդակեմ, ձնի դպրոց սարքվի քաղաքի համար, այդ կառուցապատվի ասենք, ոչ չէ, եթե կարելի կլինի իհարկե։ Դրանից ձեզ որևէ օգուտ լինելու էր իբրև թե այդ $23,000, որի մեջ ձեզ մեղադրում են, որը ստանալու։ Իբրև թե տվել եմ, ես նրանով զբաղվեմ։ Հա, շատ լավ։ Հիմա $20,000 մասն ենք խոսանք։ Ասեցի մի հատ նամակ գրեի իմանալով, նամակ գրեց, ես գրեցի Քաղաքշինին որոշ ժամանակ հետո պատասխանեց, որ այո, բանը, մենք գտնում ենք, որ խնդիր չկա, բայց կրթության նախարարություն, քաղաքապետարան եւ այլ, բնականաբար համապատասխան գերատեսչությունը, եզրակացությունը։ Մի քիչ ձգձգվեց դե բանը, այդ ընթացքում արդեն ես Արամի մոտ նկատեցի որոշակի ոչ ճիշտ բաներ։ Ոչ ճիշտ բաներ, խաբել, ինձ օգտագործել, իմանալ օգտագործել ինչ-որ բաներ արդյունքներ ստանալու համար։ Ես զգացել էի, կամաց այդ ամեն ինչը զգացի եւ այտենց արդեն ստիպված ես բան արեցի։ Ասեցի Արամ ջան, ես ուզում եմ, որպեսզի հաջորդ քայլերն անեմ, ես ուզում եմ ծանոթանամ ներդրողների հետ։ Ովքեր են ներդրողները, ես տեսնեմ այդ մարդիկ ովքեր որ կարան այդ ձևի բան անեն, լուրջ ծրագրի տակ մտնեն։ Բա ուշացավ այդ ներդրողները, գերմանացի ներդրողները, գերմանահայ ներդրողները հրաժարվել են, բայց ուրիշ ներդրողներ կա։ Ասի ես ոչ գերմանահայերին եմ ճանաչել, ոչ էլ բանն եմ ճանաչել։ Չնայած ինքն ասում ես տեսել եմ, ես կարող եմ տեսածել եմ, չեմ անում։ Ասեցի հա ով է, հիմա ով է ուզում այդ բանը զբաղվի, այդ եմ ուզում ծանոթանամ։ Բա Արամն դու մի անգամ տեսել ես իր աշինարը, ասում ես հանդիպենք խոսանք։ Հանդիպեցինք բանում Ազնավուրի սրճարանում, Արամ ուշացավ, այդ բաներ եկել, Արսենել անունը կարծեմ, Արսենել եկել, ես խոսակցությունը գնաց գնաց, միջև Արամի գալը, բա Արամը պիտի օգներ մեր զավանում
Բայց շինություն պետք է ձեռք բերենք, 15 միլիոն փոխ տվել, ես ենք արել, հիմա ասում այս դպրոցի ծրագիրը բան, ասել լսի, այդ 15 միլիոնը ինչ ես ասում, այդ խոստակցությունը ինչ ես տանում, քիչ իդել լսեցնում, թե ոնց ասես որ ես այդտեղ ինչ մասնակցություն ունեմ, բա պարոն Ղազարյան, ինքնով ով մեկին փոխ տանք, ձերանով այնք հանդես գալիս, ու այդ ժամանակ Արամն եկավ, ասեմ ջանացած եմ էլի, ասեցի լսեք հիմա բանը, հիմա որպեսի, ասի Արամ այդ ինչ 15 միլիոն այդ ինչ բան է ես կոմենքում, դե այդ իմ էլ գործերն է պարոն Ղազարյան, դուք այդ գործ չունեք, մի տեղ եք լավ տղեկ են ուզում, շինարարություն անել բան, ասի հիմա ասեն ջան, դու ցույց ես տալիս վաղը մյուս օրը բանկային հաշիվ, որտեղ դու ունես 2 միլիարդ դրամ գումար, կամ գույքային ապահովություն մոտ 2 միլիարդ դրամի, որ ես այս ծրագիրը փորձեմ առաջ տանել։ Եթե չէ։ Որ ձեր անունը չշահարկվի։ Այո, բա որ հանկարծակի ես միջնորդեի քաղաքապետարան եւ հանկարծ Ավինյան, ով էր ժամանակ չեմ հիշում, Ավինյանն, թե արդեն Ավինյանն էր։ Հանկարծակի քաղաքապետը հաշվի առնելով իմ նկատմամբ հարգանքը եւ այլ ու համաձայնություն տա։ Կամ ասել կառավարություն գնա, վարչապետը գնահատելով որ ես որևէ վատ բան չեմ անի, համաձայնություն տա այդ ծրագրին, հանկարծ։ Նախ չեն տա, ասել ու ապահովությունն է։ Ուրա դրամական ապահովություն կամ գույքային ապահովություն, որ կարան տանք։ Ու հիմա չեն որ տան, բայց ենթադրենք։ Բա ես ինքս չպիտի մտածեմ այդ մասին, ասում եմ փոսը փորեք, կատնավանը փորեք, շենքի փողերը հավաքեք ու փախնեք։ Բաներ մնա չսարքված, որ շենքը սարքվի, ոչ բանկապարտեզ, ասի, էդ է ծրագիրը, բա որ փող չունեք, դուք ոնց եք մտածել շինարարեք, ոնց եք մտածել առանց ապահովության, ով ձեզ դեպի ծրագիր բանկանի, ասեցիք հազար կաճասած ցույց կտակ 2 միլիարդ դրամի բանը եւ այդ կամ գույքային ապահովությունը, ես ծառայեմ ձեզ այդ ծրագիրը մնանք առաջ, իմ անունը կգրեք այդ բանի վրա, մանկապարտեզները Անշահախնդիր դուք պատրաստ էիք ձեր անունը, ձեր պաշտոնը ես ասած։ Դա շահ որ շատ ժողովուրդ կասեմ ապրի Ղազարյանովի, դա ինչ լավ բան արեց օրինակի համար, դա էլ է շահ ինչ որ իմաստով, քաղաքական շահ, դա պատերի չի ամենայն դեպս։ Հելանք ես Արամը հարձակվեց վրես, այն որ բանի գիշատիցից ձերից որսա խլում ես։ Դու միաս ենք պիտի $40,000, թե 40 միլիոն դրամ փող վերցնել այդ տեղից, այդ օրը, այդ ծրագիրը իրականացնելու համար, փաստորեն դուք խոչընդոտել եք։ Խոչընդոտեցին ես բան, դե բանը փողերը կտաս բանը, ես խնդիրներ ունեմ բանը, ասում ինչ փողեր, բա պետք է քեզ փող եմ տվել բանը, ասում դե կնստենք հաշվարկենք, հա, Արամ ջան։ Նստեցինք հաջորդ օրը հաշվարկեցինք։ Ինչ փող էր ձեզ տվել։ Ես տուն էի որ վերցնում վերանորոգման համար, դեպի դրասի 22-ը, չէ, վերանորոգման համար բարբերաբար տալիս էր $1,000, մի անգամ $3,000, $1,500, $2,000 տվել է, երբեմն հետ են վերադարձրել, երբեմն չեն վերադարձրել։ Հետո նստեցինք, հաշվեցինք, դուրս եկավ, որ ես իրան $8,000 փող եմ պարզ մնացել, ասի կտամ, բա երբ ասի երևի աշնանկող։ Աշնանից առաջ հանդիպում եմ բանի, ավականությունների ժամանակ դրամահավաքներ, շինարարը տեմ ծանոթանում, չէ, միջև տեսել է իրան, հա։ Ալֆրեդ անունով, մոտիկանում է պարոն Ղազարյան, կներեք 1000 անգամ ներողություն։ Արամը ձեզ փող տվել, հա։ Ասում եմ, հա, շքան, $8,000։ Ասում եմ, ինչի, Ալֆրեդ ջան, բա ինձ $25,000 փող ա վերցրել, ասում եմ, տվել եմ Ղազարյանով եկել։ Էդ էլ է $20,000, այսինքն նրանից փող ա վերցրել $25,000, նրանից $50,000, նրանից $30,000, հետո իմացանք, էլի։ Ձեր անունը շահարկել։ Բոլորին ասում եմ, որ տվել եմ Ղազարյան հովիկին։ Անում եք։ Հիմա այդ մի դեպքն է հնչեցնում, բայց կապ չունի, $23,000, $23,000, նրան ասում տվել եմ Ղազարյան հովիկին չի տալիս, նրան ասում տվել եմ Ղազարյան հովիկին չի վերադասում, նրան ասում, որպեսզի ինքը պաշտպանված զգա, ինչ-որ մութ նպատակներ ունի։ Լանգեցի Արամին հանդիպեցինք բաման, ասեցի խես ես բան արել, բա չէ, դες ոչ խափում ադես, ես դե ոչ չեմ ասել, բանալ, ոնց կարող ես բան ասել, բան, ես կոմենքամ, ուղղակի ասեք թող 2 ամիս սպասի, ես այդ փողը վերադարձնեմ։ Ասի Արամ, ես իրեն ասում եմ 2 ամիս սպասի, խնդրում եմ 2 ամիս սպասի, եթե չվերադարձնեցին, այն $8,000 տայի քեզ, տալու եմ իրան։ Հա, պարոն Ղազարյան, հա ջան, նացի խոսացի այդ Ալֆրեդից, խնդրեցի, ասա կսպասեմ պարոն Ղազարյան, հաշ չկա, գրեցի գրավոր մրավոր $8,000 մասին, չվերադարձնեց, ես $8,000 ստացականով բանով տվել Ալֆրեդին։
Այդ փողը վերադասել եմ Ալֆրեդին։ Հիմա ինքը թե ինչից դրված չարությունից դրված, որովհետև այն թվերի մեջ որ ինքը խոսում էր, այդ $8,000 կոպեկներ էր։ Որ դու խիտավեցի, բանալեցի, ես վատ վիճակում եմ համար համաձայնվեցի փողը տայր ինձ բաման, վերջապես հայտնվում այդ գոհար, որը դիմում է Հայկ Նազարյանին, մեր տղաներից մեկն է, ասում է, որ սես բան ա եղել, Facebook-յան ընկերներն են լում իբրև թե Աղազարյանը $23,000 փող ա վերցրել, որպեսզի շինթույլտվություն տա, չի տվել շինթույլտվություն, չի օգնել, չի արել, փողը հետ չի տալիս։ Ես Հայկ Նազարյանը գրում է, ասում է, ես գիտեմ, հիմա դու լսում ես ինձ, դու գիտես, որ ես ով եմ, այդ փողը 4 օր ժամանակ, այդ փողը բերես վերադարձնես բանման, այս կոմենկոմ։ Բայց ինքը պաշտոնյայերով է, թե Facebook ինչ-որ օգտակար։ Հա, շատ են բանը, բայց ճանաչում ենք իրար։ Ես զապիսներ ունեմ, բաներ ունեմ, ես ունեմ 4 օր ժամանակ կարճ ասած բան, այս կոմենկոմ։ Դե բնականաբար դրան չեմ անում, 4 օր անցնում է, այս թե այդ ընթացքում մեր ուրիշ տղաներից մեկը զանգում ասում պարոն Աղազարյան, Հայկն է զանգել բաման, սենց ինչ-որ վիճակ ա եղել, գումար եք վերցրել, գործը չի եղել, բաման փողը չեք վերադասում, ասեցի ուրում է բան ջան, Արման ջան, կան չի կան այդ գոհարին ու այդ Հայկին, 2 ժամվա ընթացքում, մենակ այդ ով այդ գոհարն ով այդ գոհարը, որ Հայկն է պաշտպանում է բան անում, էլ փող է վերցրել գոհարից, ես արդեն ջոգն եմ ուրա հետում էլի պատմությունը, եթե չեկավ, ասի այդ մածը, չեկավ գացի ածը, հացին տեղակ պահեցի, աղազան ասում հետաքրեք պարոն Աղազարյան, հետաքրեցի մի 10 օր հետո ասեցի պարոն Աղազարյան, ճիշտ կնի, որ դուք դիմեք իրավապահ մարմիններին, որովհետև այդ մարդը դա շատ պրոբլեմատիկ մարդ է, Արա Մկրտչյանը, դիմեք իրավապահ մարմիններին, թող պարզի, որ հետագայում խնդիր չլինի, ես գնաց իրավապահ մարմիններին դիմեցի, մինչև իրանք պիտի քննեին, այդ ընթացքում նենց եղավ, որ բոլոր դեպքերում Հայկը, այդ գոհարը, Արամը եւ ես եկանք եւ այդ Արմանը եկանք կուսակցության ԿՊ կուսակցության վեստուգիշ մարմին դե քննարկում տեղ ունեցավ ու հակառակը որ ոչ մի բան չէր բռնում իրար այդ գոհարը հիմա ասում չէ ես չեմ տվել Արամն տվել ինձ ասել է որ ընդհանուր հայտարարի չեկաք չէ բան չեկանք հետո քննչական կոմիտեից պատասխան ստացա որ վարույթ չեն ընդունում որովհետեւ անլուրջ է մեկ ասել է Աղազարյանը $23,000 փող ա վերցրել։ Ասած վարույթ չի ընդունում։ Եթե ասում թող թե դիմի բան, թող ինքը դիմի բան, ասում անիչը իրավապահ մարմինին թող բարձր եթե այդ դեպի հարց կա։ Այդպես ասել ոչ չեն ընդունել վարույթ, հիմա որում վերելին կա էդի։ Ահա, այդ դրանից մի տարի հետո դատախազը ներկայանում է այդ որ ասեցի ոչխարների գործով մեկ էլ այս դրվագն է բերում արդեն այս նույն դրվագը որ ես դիմել եմ իրավապահ մարմինին որ վարույթ չեն ընդունել բերում է որպես մի հատ ուրիշ դրվագ Ձեր դեմ է օգտագործում։ Իմ դեմ է օգտագործում, բայց մինտությամբ։ Բայց սիրուն բանն ավելացնում, որ այդ թեմա Արամը ոնց այս փողերը տվել հասել $23,000-ի, այդ $23,000-ի մեջ նաև մտնում է $8,000 ընդհանուր արժողությամբ հեռախոս եւ մատանի նվիրելը իմ խնդրանքով Արամի կողմից իմ ընկերուհուն։ Իբրև թե $8,000 ընդհանուր արժողությամբ մատանի եւ հեռախոսը նվիրել իմ ընկերուհուն։ Ես բանը ես եղել եմ բան Հայաստանից դուրս, այդ գործողմանը եղել, ինձ մոտիկ մարդու կնոջ ծնունդ էր, ես զանգեցի Արամին, խնդրեցի ասի Արամ ջան, մի հատ հեռախոս առ 60-70,000 դրամանոց հեռախոս տար նվիրի, ես գամ ես մեր փողերը բան կանենք, էլի գաշեն։ Ինքը տանում է նվիրում այդ հեռախոսը Արամը Ներողություն այդ ամենից հետո դուք Արամի հետ կապը պահում էիք։ Հա, հələ բողոս, հետ գնացինք հիմա, շատ լավ։ Հետ գնացինք նորից էլի գանք, էլի։ Բանը նվիրում է, հեռախոսն է նվիրում։ Բայց հիմա այս Հայկ Նազարյան իր ցուցմունքներում ասում է, որ Արամը իրան ասել է, որ ինքը իմ խնդրանքով $8,000 արժողությամբ ընդհանրում մատանի եւ հեռախոս է նվիրել։ Հիմա հեռախոսը ապացուցված է, որ ինչ հեռախոս է, $8,000-ից հանենք 60,000 դրամ, դա նորից $8,000 է ստեվիցան, էլի։ Այսինքն ես $8,000-անոց իմ խնդրանքով Արամը մատանի նվիրել իմ ընկերուհուն։ Ոչ մատի չափսը իմանալով, ոչ բան իմանալով, ոչ ես, ոչ։ Լավ, այդ ինչ մատանի է վերջը։ Դե վերջը, հիմա տեսեք, ինչ է դուրս գալիս։ Բնականաբար եւ էդի դատախազը բերել ազգային ժողով։ Վստահաբար դատախազը գիտի իմ ապրելակերպը, իմ ունեցվածքը, իմ չունեցվածքը, ամեն ինչ գիտի։
Եվ իր մոտ պիտի տրամաբանական հարց առաջանար, որ $8,000 մատանին դա լուրջ բան է։ Բայց քննիչներին կանչեր կամ չգիտեմ հսկով դատախազին կանչեր ասել ես որ գրել եք ստե։ Ես ասում եմ թիվ 1 ամբիոնից հայտարարել եմ այս մասին։ Դուք ստատակից դուրս եք։ Բայց պիտի կանչեր, հարցներ, բայց ճշտեր նոր։ Բերեց սիրուն հրապարակից, դե իմ գործընկերներն էլ ինչ։ Շատերը ինձ ճանաչում են, շատ լավ հարգում, սիրում հարգում են, շատ որոշների հետ կապված որոշ ուրիշ հարաբերություններ կա, նաև ասենք թե նույնիսկ այս սիրողները, հարգողները հաշվի առնելով նաև իմ պահվածքը, իմ ներքին ուժը, ասում են պիտի քո քվեարկեն, որ դա բարձր $8,000 մատանի հարցը։ Ոչ եք թողելու բանալը։ Ձեր ներողություն խոսքը նրա մասին է, որ դատախազը եկավ եւ ձեր նկատմամբ միջնորդություն ներկայացրեց, ձեր նկատմամբ 65 կողմի հոգի կողմեր քվեարկել, եթե չեմ սխալվում։ Այո, եւ փաստորեն բանա, եւ փաստորեն այդ միջնորդությունը հարգվում է եւ իմ նկատմամբ հարուցում է քրեական հետապնդում։ Նախաքննության ընթացքից բարձրանում է, որ ոչ թե $8,000, Արամը ոչ թե $8,000 մատանյալ նվերել իմ ընկերուհուն իմ անունից, այլ իր ասելով էլի, որը նորից սուտ է, $800 մատանյալ տվել ինձ, որ ես նվիրեմ իմ ընկերուհուն։ Ասենք տեսեք, ինչ շրջադարձ է, էլի, ինչ շրջադարձ է, ասենք, այդ բանը դուրս է գալիս ըստեյության այն դրվագը, որ $8,000 մատանյալ նվիրել ընկերուհուն, առաջ է գալիս մի հատ ուրիշ դրվագ $800, որ Արամ առելատվել է ինձ, որ ես նվիրեմ իմ ընկերուհուն, կա հերը փողը գերեսնե ես կնվիրեի էլի։ Դա իրականությանը չի համապատասխանում, միայն հեռախոս է եղել։ Դա իրականությունը չի ապահովում, հետաքրքիր ուրիշ բան է։ Ներողություն մի բան հարցնեմ, դատախազության վերաբերյալ, հա, պահվածքի այդ $8,000 մատան, երբ որ դա նշանակում է չկա այդ մատանին, չէ, $8,000, այսինքն դա մեղադրանքը, այսպես ասած, անտեղի է։ Օրինակ ըստ ձեզ դատախազությունը ձեզնից ներողություն չպետք է խնդրի։ Դե գիտեք, եթե ես դատախազին ասեմ, բայց տեկին դատախազ ասենք դուք լավ եք քնում գիշերները, օրինակի համար, ո՞նց եք նայում։ Ինքը ինչ կասի, կասի, բայց պարոն Աղազարյան, դուք չեք գտնում, որ լավ եղավ, որ ճշմարտությունը բացահայտվեց։ Ճշմարտությունը բացահայտվեց, բայց ինչ է, մեր գործառույթը որ ճշմարտությունը բացահայտվի, հետո ինչ, բայց ինչ անենք։ Չէ, բայց ինչ անեքով չի։ Դուք ճանաչում եք Աղազարյան Հովիկի նիստուկաց ապրելակերպը։ Ես Երևանում $8,000 մատանի կարանվիր մի 100 տղամարդ, 100-200 տղամարդ, ոչ ավել, ասենք որ իրենց համար դա բան չներկայացնի, ասենք օրինակի համար, բայց դու ճանաչում ես, բայց դու չես դա խորանում, դեռ ասա թե ինչ է, ինչ չի։ Եվ դատախազն ասեց այդ ժամանակ մարտին, որ Արամ Բկրչյանը նախորդ տարվա փետրվարից Հայաստանը լքել է։ Հիմա Հայաստանը լքել է մարդ, որը հետո եմ ասել, որը դատապարտված եղել ազատազրկման 5 տարով խարդախության էջի բաներով դատապարտված եղել։ Ում նկատմամբ այդ պահին դատական գործընթաց է եղել այն նույն հոդվածներով։ Ում նկատմամբ այդ պահին նորից քրեական վարույթ հարուցվել նմանատիպ գործերով Հայաստանից փախել է հետախուզման մեջ է ու հեռավոր ցուցմունք է տվել։ Իմ դեմ Ասեք ես բան։ Պարոն Աղազարյան, այս թեմաների հետ կապված ձեր մեղադրանքների դուք այսպես առանձնազրույցներ ունեցել եք ինչ-որ բանագնացների հետ, ինչ-որ մարդիկ են եկել փորձել ձեզ հետ կապ հաստատել, թե տղան, Սլավիկ Պողոսյանի տղան եկավ, նախ որ Սլավիկ Պողոսյանի վարչական ժամանակների գործով կալանավորել էին, երկու տղաներն եկան, խնդրեցին, որ ես միջնորդեմ, որպեսզի կալանքը փոխեն, խափամմիջոցը փոխեն։ Ասեցի, որ մենք խմբակցությունը որոշում ենք կայացրել, որ միայն խմբակցության որոշմամբ կարանք միջնորդենք այս կամ այն դեպքում խափամմիջոցի փոխել հետ կապված անհատապես չեմ կարող եւ պետք է դա հիմնավորենք, ասեք կներեք չեմ կարա։ Հետո երբ որ այս գործը որ այսպես կոչված ուշխարների գործը մտավ շրջանառության մեջ եկավ տղաներից մեկը եկավ ուղիղ տեքստով հանդիպման իմաստը կարող էր հետեւյալը որ եթե ես չօգնեմ իր պապային այդ վարչական իրավունքների գործերով, ապա պապան ստիպված պիտի իմ դեմ ցուցմունք տա, որ նորից չկարանավորվի, տնային կալանք են տվել արդեն, որ նորից չկարանավորվի, որտեղ հիմա առողջ է եւ ինքը բանտում ինքը չի կարա դիմանա։ Այդ հանդիպումն եղել է։ Այդ հանդիպումն եղել է։ Շատ լավ։ Պարոն Աղազարյան, նաեւ դուք ձեզ քաղաքական հետապնդման զոհ համարում եք։ Դե նույնիսկ եմ ասում, տեսեք, այդ ոչխարների հետ կապված գործը, այդտեղ իրավապահները ճշտելու բան ունեին, բայց երբ որ եկավ խառնում այդ մատանու հետ բանի հետ եւ այլ այդ ամեն ինչը հետևեց վարչապետի հայտնի տխրահարճակ խնդրանքի իմ բացական պատասխանին, ապա կարելի է համարել, որ քաղաքական այո հետապնդում է։ Եվ բացի դրանից, քանի որ
մի քանի անգամ ինչպես հասկացա, արդեն այդ կաշառքի հարցը շատ է քննարկվում, որ իբրև թե կաշառք եք վերցել, լավ, դուք հերքում եք բնականաբար, որ այդպիսի բան չի եղել, բայց ջան, աշխարհում ոչ մի որևէ մեղադրակ չի ասում, բնականաբար, բայց եղել է, որ երբևէ որևէ քաղաքացու խոստում տակ, որ ինչ որ ճանապարհով, այսպես ասենք, իր հարցերը կամ խնդրանքը կլուծեք։ Բացառված է, ինձ տասնյակ, если չասենք 100-ին հասնում կամ այդ ընթացքում որպես հանձնաժողովի նաև որպես հանձնաժողովի անդամ դիմել են տարբեր մարդիկ եւ տարբեր դեպքերում տարբեր մոտեցում ա եղել։ Այնտեղ որտեղ որ հասկացել ենք որ կանանք օգտակար ենք եղել, այնտեղ որտեղ որ չենք հասկացել դիմել ենք կառավարության համապատասխան մարմին, ճշտել ենք նոր ենք մեր որոշումը կայացրել, բա օրենքները հոգատարյալ չեն օրենքները հոգատարյալ չեն, միշտ լինում այնպես իրավիճակ, որ այդ բային օրենքը չի հասցրել, օրենքները չի հասցրել կարգավորել այդ իրավահարաբերությունը եւ հետեւաբար այդտեղ ասեն ուրիշ մոտեցումները մոտենում, ասենք փորձում ես այդ գործող օրենքների շրջանակներում տեղավորել այն իրավիճակը, եթե կարելի է տեղավորել, որովհետեւ մարդկանց օգտակար է, մարդիկ իրենց գործը անեն։ Շատ ա եղել այդպիսի դեպքեր, շատ։ Եվ նաեւ դուք ձեր խոսքում նշեցիք, որ ինչ որ մեկի ցուցմունք են վերցրել, որը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում։ Արամ Մկրտչյանը, շատ լավ։ Հիմա որքանով է այդ ցուցմունքը արժանահավատ, եթե մարդը երկրից դուրս է գտնվում եւ չգիտեմ, ինչ որ հերավար տարբերակով ցուցմունք են վերցրել։ Վերջերս ես մոռացել եմ օրենք ճշտենք այդ իհարկե, երբ ա եղել այդ քրեական բանը այդ դատավարության օրենքգրքում փոփոխություն ա մտել, նորն ա եղել դրանից նախորդում կար այդ իր հնարավորությունը, որ Հայաստանում չգտնվող մարդուն կարող են հարցաքննել, բայց դա պետք է լինի այնպես, որ որևէ մեկի մոտ կասկած չհարուցի հարցաքննության իրավականության հիմքերը, մարդը ազատ է հարցաքննվել, իրան ոչ մեկը չի ճնշել կողքի սենյակից եւ այլն, ասի պիտի գնա դեսպանատունից կապնվել, որ ասում դեսպանատունը հաստատի, որ այս մարդը հարցերը տվեք։ Կամ տվյալ երկրի իրավապահ մարմինի ինչ-որ մի ինստիտուտում, իրավապահ մարմինի ինչ-որ ինստիտուտում նստի, այնտեղից հարցաքննվի, որ այդ կա։ Բայց նոր օրենսգրքով դա լավ էր ասվել, չկա։ Հիմա կարծեմ Արամին Մեծ մկրտչյան այս նոր այդ փոփոխությունից հետո են հարցականի, մենք կճշտենք այդ եւ մենք կներկայացնենք դատարանում մեր միշտությունը։ Նաեւ ձեր գործի հետ կապված ինչ սպասելիքներ ունեք, պարոն Աղազարյան, որովհետեւ դատավորը, որը քննելու է ձեր գործը, եթե չեմ սխալվում, բավականին բարձր վարկանիշ ունի, հա, այսպես ասած, հանրության շրջանում։ Շատ լավ է, որ այդտեղի գնահատական կա, շատ լավ է, որ այդտեղի գնահատական կա։ Ինչ ասեմ։ Սպասենք, ես մտածում էի, որ իմ նկատմամբ այս բաները կթուլանան կամ կդադարեն, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, բայց քանի որ ես եմ ասել դատավորի մասին, որ այդ վարկանիշը բարձր է, հույս կա, որ կարապատայի դատավորը ինքը անաչառ ձևով անցկացնի քննությունը եւ թող ճշմարտությունը հանի ջրի երես թող հանի, ես նորից եմ ասում, որևէ կասկածյալ որևէ մեղադրյալ չի ասում, գալիս նստում բանի առաջ եք բաներս, գիտեք ես մեղավոր եմ, ես կաշառք եմ վերցրել, ճիշտ է գեղեցիկ բան չի, բայց ես վերցրել եմ այդ կաշառքը, այդ ոչ մեկը չի ասում, վերցրել, ես չեմ վերցրել, հիմա պետք է ամեն ինչ հիմնավորվի, ասելով չի, հիմա պետք է իրակապացուցեմ, որ ես մեղավոր եմ, այսինքն որ ես մեղք եմ գործել, Արամից փող եմ վերցրել, շինթույլտվություն բանանել կազմակերպելու համար։ Ես ով եմ, որ շինթույլտվություն կազմակերպեմ։ Եթե ես Արամից փող վերցնեի եւ օրենքի այս կամ այլ օրենքի մեջ փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ հանդես գա եւ հաջողեի, ահետի ճիշտ կլիներ։ Բայց եթե ես շինթույլտվություն տվողը չեմ, ես ո՞նց կարող կաշառք վերցնեմ շինթույլտվություն տալու համար։ Ո՞նց։ Չկա դեպի բան։ Եվ պարոն Աղազարյան, եթե այն վերջին դեպքերը չլիներ կապված ՔՊ-ի եւ այսպես հա ձեր հարաբերությունների հետ կապված, եթե հարթ ընդհանար, ըստ ձեզ այս գործը քաղաքական հետապնդումը կդադարեցվեր թե ընթաց կտային։ Ոչ կդադարեցվեր։ Այս սարսափելի հետևը է, էլի, որ եթե ես փաստորեն բանաներ ենթարկվեի վարչապետի այդ խնդրանքին, ապա դուրս գալ, որ ես այդ հետապնդումին չի ենթարկվի եւ ես կմնայի նույն սիրելի բանաների փոփուր Աղազարյան Հովիկը ուղղակի ոչ պատգամավոր եւ այլ։ Հիմա այստեղ կռիվը ինչու՞մ է, վարչապետը ասեց, որ պետք է բանանի,
Մանդատը վայր դնեք։ Մանդատից զրկվի, չէ։ Հիմա եթե դատավարությունը զրկվի մինչև հունիսի 7-ը, ասենք ազգային ժողովի իր ռեզոլյուցիան ավարտի, ավտոմատիկ բոլորս մենք գործում ենք մեր ասենք մանդատները վերանում այս ժամանակահատվածը եւ ես մանդատից վար եմ դնում։ Եվ եթե նույնիսկ դատապարտվեմ ինչ-որ մի քանի տարի դատապարտության, մեկ Նիկոլ Փաշինյանը ասածը չի լինում, որովհետեւ ես մանդատից չեմ զրկվում։ Պարոն Աղազարյան, իհարկե դատավորի հետ կապված ասացի, որ հանրության շրջանում ասում են, որ բավական բարձր վարկանիշ ունի, բայց այնուամենայնիվ չմոռանանք, որ այսօր դատական համակարգը ինչ վիճակում է գտնվում եւ շատերն ասում են, որ այսպես ուղիղ ենթարկվում է հենց կառավարությանը, Նիկոլ Փաշինյանը։ Առաջին միջնորդությունը, որ ներկայացնենք Արամի հետ կապված, որ այդ հարցաքննությունը բանալի, չճանաչի որպես օրինական ու վերջ։ Կամ ես Արամի հետ ո՞նց եմ բանանելու։ Արարեցում եմ պահանջում, ես ո՞նց եմ արարեցնելու, ասենք, մարդը փախուստի մեջ է։ Փախուստի մեջ է։ Չի հետապնդում։ Հետապնդում է հայտարարված իրան։ Հա, բայց ո՞նց եմ բանալու, ասենք այստեղ լրիվ իրավունքները ոտնահարվում է։ Ասենք հետեւաբար դատավորը պետք է դրա վրա շատ լուրջ, ասենք բանա, գնահատական տա, մեկ էլ բան կանենք։ Հիմա մեկ էլ չենք վախենում, որ որոշեն դատապարտեն կտան կնստենք մի քանի տարի ու բան չենք։ Իսկ ըստ ձեզ օրինակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված է այս գործով, պարոն Աղազարյան։ Այո, հետաքրքրված է, որովհետև վերջերս ազգային ժողովում իմ ելույթից հետո, անմիջապես հետո, դեռ ուրիշ պրոցեսներ գնաց հակակոռուպցիոն կոմիտեում։ Երբ որ ես ելույթ ունեցա եւ անկլավների մասին խոսեցի եւ նաեւ փախստականների վերադարձի մասին խոսեցի, վարչապետին դա շատ ներվայնացրեց, որովհետեւ ես այդ մասին խոսում եմ արդեն 4 տարի խմբակցության իստերի ժամանակ եմ խոսել եւ այլ եւ Բեռլինում փաստորեն վարչապետը արդեն այդ հարցը բերեց օրակարգ։ Սարսափելի էր։ Նաև դուք կուսակցության ղեկավար եք, արդյոք դա նշանակում է, որ 26 թվականի ընտրություններին ունենալու եք ձեր մասնակցությունը, նախ խնդրեմ այդ հարցին պատասխանեք։ Նախ մենք համաժողով արեցինք, փաստաթղթեր ներկայացրեցինք պատգամավորին, մեզ չգրանցեցին, մենք հաջորդ դիտողություններ արեցին, ահագին մենք հաջորդ համաժողովն ենք արել եւ 2 օր առաջ արդեն նորից գործերը տվել ենք գրանցման։ Այո, մենք մասնակցել ենք 26 թվականի ընտրություններին, ինձ ձևաչափով, դա բարձրացնի առաջիկա 2 տարի։ Գիտեք ինչի համար եմ հարցում, քանի որ արդեն հաստատեցիք, որ մասնակցություն ունենալու եք, եթե դուք գաք իշխանության։ Օրինակ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ձեզ ապօրինի հետապնդման են ենթարկում, ինչպես կվարվեք։ Դες ասում եմ հետեւյալը, հենց հիմա եմ ասում։ ԱԱԾ-ի այն աշխատողը, կոռուպցիայի հակակոռուպցիոն կոմիտեի այն աշխատողը, այն դատավորը, այն ցանկացած իրավապահ մարմնի աշխատող, որ իր աշխատանքը կատարում է իր համոզմունքների, իր պրոֆեսիոնալ, այսպես կոչված արժե համակարգի հենքի վրա, հալալ լինի իր կերած հացը։ Իր գործն անում։ Այն այս շարքի յուրաքանչյուր մեկը, ով անում է ուրիշների թելադրանքով, խախտելով օրենքը, մտնելով ուրիշների անձնական կյանք, հարամարլի իր երեխեքի կերած հացը։ Ես այդ կամա կարամ ասեմ։ Կարճ եւ կոնկրետ։ Ձեր գործի հետ կապված որևէ բան կա, որ կցանկանաք ավելացնել, պարոն Աղազարյան։ Բոլոր մանրամասներին անդրադարձել ենք ձեր գործի կապված այդ 2 դրվագների հետ։ Բանը կա շատ բան կա ասել, բայց հիմա մարտավարական իմաստով հարմար չեմ գտնում ասել, որ դատարանում ենք բանը, մեր պաշտպանությունը կառուցենք, էլի։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ հետաքրքիր հարցազրույցի համար։ Զրուցում էինք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր ՄԱՍ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանի